իշխանությունները ինչ ուզեն կարող են պնդել, իշխանությունները նաև պնդում են, որ իրանք չեն հանձնել Արցախը, հետո ինչ, դա իրենց գենետիկ կոդի մեջ է ստելը։ Հայաստանի Հանրապետությունում կան քաղբանտարկյալներ, շուրջ 50 քաղբանտարկյալ, որը խայտառակ թիվ է, բացի նրանից, որ Հայաստանում թիրախավորվում են անձինք, այլախոհներ, նաև թիրախավորվում են լրատվամիջոցներ, հենց այս դեպքը, անտիֆեյքի դեպքը ոչ միայն անձանց, մեր ընկերների Նարեկի եւ Վազգենի, այլ նաև լրատվական ծառայության, այսինքն անտիֆեյքի թիրախավորման փորձ է, հիշեցնենք, որ փորձ էր կատարվում սարքերը արգրավել, բայց աջակիցների միջոցով նոր սարքավորումներ գնվեց, իսկ այն խայտառակ իրավիճակը, որ Հայաստանում առկա է քաղբանտարկյալների հարցով, փաստագրվել է թե Եվրոպայի ժողովրդական կուսակցության կողմից դեռևս Արմեն Աշոտյանի անազատության ժամանակ, թե Կենտրոնամեկ դեմոկրատների միության կողմից եւ մի շարք անհատ քաղաքական գործիչների եւ միջազգային կառույցների կողմից։ Նարեկի եւ Վազգենի նախորդ այս նույն տրամաբանությամբ դատավարության ընթացքում ներկային միջազգային կառույցների ներկայացուցիչներ, Նարեկի եւ Վազգենի դեպքը ներառվել է միջազգային զեկույցներում մի շարք, բայց այդ ամենը շատ փոքր արձագանք է միջազգային կառույցների կողմից, հաշվի առնելով իրենք նախորդիվ մինչև 18 թվականը ինչպես էին խոսում այս հարցի շուրջ։ Հենց դրա մասին է ուզում նաև հարցնել, ինչու է անհամարժեք արձագանքը եւ ինչու էր օրինակ Սվիտալսկին մասնակցում դատավորական պրոցեսների եւ այս պահին մենք միջազգային կառույցներից չունենք նման այսպես ակտիվ աջակցություն։ Ներողություն մի բան էլ ես հավելեմ, աշխարհակաղակական առևտրի դրսևորում համարում։ Տեսեք, վերջին շրջանում միջազգային կառույցներից զգալի հատվածը, չեմ ուզում բոլորը բառը օգտագործեմ, բայց մեծամասնությունը, ինչպես դուք նշեցիք, աշխարհակաղակական շահերը նախընտրում են արժեքահեն քաղաքականության, այսինքն այն արժեքները, որոնք իրենք դավանում էին, որոնք իրենք քարոզում են, իրենք են դավաճանել այդ արժեքներին եւ չեն խոսում ակնհայտ մարդու իրավունքների խախտումների, ակնհայտ քաղբանտարկյալների դեպքերի մասին։ Սա ինչպես ես արդեն նշեցի, աշխարհակաղակական շահերը գերադասելն է արժեքահեն քաղաքականությանը, որը անդադար պիտի բարձրաձայնվի։ Այսօր գիշերը Հանրապետականի երիտասարդական կազմակերպության անդամները ողջ քաղաքը ողողել են գրաֆիտիներով, տրանսպորտի վրա է փակցվել քաղբանտարկյալների, բոլոր քաղբանտարկյալների նկարները, Հանրապետականը շարունակում է կոչանել, որ այս հարցում պիտի լինի միասնական 100% միասնական մոտեցում, չկան իմ եւ քո քաղբանտարկյալներ եւ վերգետնյա անցումներից, կամուրջներից փակցվել են մեր քաղբանտարկյալ ընկերների լուսանկարները եւ իրազեկման ակցիան դրանով ավարտվել է։ Այսօր օրվա ընթացքում եւս մեկ ակցիա է Հանրապետականը պլանավորում, որը ձեր նշած հարցերի ծիրի մեջ է, տրամաբանության մեջ է, բայց այդ մասին երևի հաջորդիվ արդեն ակցիայից հետո։